ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում, գրել է նա, հիշեցնենք, որ այս պահին այստեղ իրականացվում են խոզարկություններ։ Եկեք բոլորը Այս պահի դրությամբ ինչ-որ էական փաստաթղթեր են ասում եք։ Ուղղակի մեզ հանում եք, որ դուռը փակեք դրությամբ։ Այստեղ քրտիչենք բարձրաբանեք։ Եկեք, դուրս եկեք։ Մենք կարող Շարունակում գործողությունը դուրս եկեք, ժողովուրդ խանգարում եք։ Ինչ ենք խանգարում, բայց առաջ դուք երկրորդ հարկում չեք աշխատում։ Այսօր էլ է շարունակում գործողությունը։ Եկեք, ժողովուրդ, եկեք դուրս հրավիրեք։ Բայց այստեղ որևէ գործունեություն չի։ Տղեկ, եկեք մեր հարգելի լրագրողներին դուրս հրավիրեք։ Ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Առանցքից գործողություն է իրականացնում։ Գներեք ինչի եք վիրավորած։ Ժողովուրդ դուրս եկեք, խանգարում եք մեզ։ Հարգելիներս, բոլորը տարակ դուրս եկեք։ Ձեզ որի՞րդ անգամ եմ ասում դուրս եկեք։ Դուրս եկեք։ Այստեղ գործողություն։ Ժողովուրդ դուրս եկեք։ Հիմա դուրս են գալիս ընդհանրապես քննչական գործողություններին Շնորհակալություն։ չմիջամտել համար, բայց Շնորհակալ։ Հարամանական մյուս անգամ ինչ խոսել։ Նյուզի հարգելի հետևորդներ, իրավիճակը քիչ առաջ այստեղ մի փոքր լարվեց, քննչական գործողություններ իրականացնող անձինք լրագրողներին ստիպեցին դուրս գալ։ Այս պահին մենք աշխատենք դրսից, բայց քննչական գործողությունները ներսում շարունակվում են եւ ներսից դուռը փակվեց։
24 News-ի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այս պահին մենք Արցախի ներկայացուցչությունում ենք գտնվում, այստեղ քննչական կոմիտեն իրականացնում է խուզարկություններ, փաստաբան Ռոման Երից